Անծանոթ Երևանի ծանոթ դեմքերը մեկ տեղում Մարկ Գրիգորյանը չի հասցնում մեկին դիմավորել, մյուս երևանյան լեգենդն է ժամանում, հավաքվել են հին Երևանը վերհիշելու։ Արդեն հասկանում եմ, որ Երևանի մի մասն էլ մենք ենք սարքել։ Գլխավոր առիթը սակայն մի քիչ տխուր է Մարկ Գրիգորյանի անծանոթ Երևան հեղինակային հաղորդաշարը կանգ է առնում 70-րդ թողարկման վրա։ Գիտեք, մենք կարող էինք դեռ շարունակել։ Եվ իհարկե ես շատ եմ ափսոսում, որ մի քանի հաղորդում մենք չարեցինք։ Բայց միշտ լավ է փակել այն վիճակում, երբ որ դեռ ափսոսալու բան կա։ Երևանը միայն շենք չէ, Երևանը մարդիկ են, կոլորիտը, որը նոստալգիայով հիշում են մեծերը եւ որի մասին հեռավոր պատկերացում ունեն երիտասարդները։ Հաղորդումը հենց այդ երևանյան մթնոլորտն է արխիվացրել ու պահպանել։ Ամեն երևանցի իր պատմությունն ունի վարդագույն գեղեցկուհու մասին։ Ես այնքան ուրախացած եմ, ես Մարկին էլ ասեցի էլի։ Ես հիմա զգում եմ, ոնց որ 12 տարեկան հասակումս եկել է Հիսուս Պետրոսյանի մոտ եւ կավ էի ջմռում, իսկ չիմանալով թե ինչի համար։ 2.5 տարի մայրաքաղաքի պատմական շենքերի, փողոցների, մարդկանց մասին բացահայտումները հաղորդման հեղինակին տվել են այնքան տեղեկություն, որ ասում է 20-րդ դարի Երևանի մասին կարող է անգամ հանրագիտարան հրատարակել։ Ըստ ամենայնի, հենց դա էլ կլինի հաջորդ նպատակը։ Անի Հակոբյան, Խաչատուր Եսայան, Ժամ լրատվական։